Ալո, Ալո, բարի երեկո ձեզ։ բարև ձեզ, Պարոն Համբարյան, ինչպես եք, լավ եք։ Շնորհակալություն, լավ եմ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Պարոն Համբարյան, ես եթե դեմ չեք, կուզենայի մի քանի հարցերի շուրջ ձեր մեկնաբանությունը ստանալ, որպես քաղաքագետի, եւ մասնավորապես կուզենայի, որ մենք մեր զրույցը սկսեինք հայրաքաղաք Գյումրիից եւ հասկանայինք, թե ինչ է սպասվում հատկապես ապրիլի 16-ին ընդառաջ, կայանալու է փաստորեն առաջին ավագանու նիստը Գյումրու քաղաքապետարանում եւ տեսնում ենք, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի դժվարացնեն Վարդան Ղուկասյանի քաղաքապետ փաստորեն ընտրվելու process-ը։ Ես կուզենայի ձեր դիտարկումը լսել եւ ինչ եք կարծում, կարծես թե սակարկումների այսպես բուրըն նոր շրջան է սկսվել, ինչ սցենարներ եք կանխատեսում, արդյոք մենք կունենանք օրինակ Վանաձորյան պատկեր, չգիտեմ, Ախուրյան համայնքի սցենարը կամ ինչ եք առհասարակ կանխատեսում։ Ամեն դեպքում մենք գործ ունենք մեկի հետ, այդ մեկը Նիկոլն է, ով ոչ մի ցածրակարգ քայլից չի հրաժարվում, իշխանությունը ամենքնով զավթելու, ժողովրդի քվեն ոտնատակ անելու եւ արհամարելու ուղղությամբ։ Դուք ինքներդ գիտեք, որ Գյումրուտի ընտրություններից առաջ քայլիցները հայտարարում էին, որ իրենք 50%-ից ավել ցայն ունեն, թե իսկ իրենց ծարիգն էլ ընդամենը մարտի 29-ին բոլոր լրագրողներին հորդորում էր ամսի 30-ին գալ եւ իրեն շնորհավորել։ Թե տեսակ ինչ եղավ, 47500 ընտրող մասնակցեց թիմ ընտրություններին, սա աննախադեպ բարձր ցուցանիշ էր, որը եւ խառնեց քայլիցների ծրագրերը։ Ես ուրեմն հիշում եմ, որ ընդամենը ընտրություններից մի քանի օր առաջ, որքան հիշում եմ, Նազելի Բաղդասարյանն էր թվեր նշում, որ թե 33-35 հազար, որքան հիշում եմ, ընտրողի մասին էր խոսում, եթե ուշադիր լինեք եւ թվերը ուրեմն նրանց հավաքած տոկոսի վերածեք, ապա կլինի, որ եթե իրոք 33-35 հազար ընտրող մասնակցեր, ապա իրենց հավաքած 17 հազարից մի փոքր ավել քվեն, ամբողջությամբ բավարար կլիներ այդ 50%-ից ավել ձայները հավաքելը, բայց գյումրեցի ընտրողները խառնեցին Նիկոլի եւ Նիկոլագաների խաղաքարտերը եւ աննախադեպ ակտիվ մասնակցության արդյունքում նրանք խայտառակ պարտություն կրեցին, որը հիմա նրանք փորձում են ներկայացնել որպես հաղթանակ, տեսել եք, լրիվ մոռացան թե ինչեր էին ասում ընտրություններից առաջ, հիմա էլ պարզվում է իրանք չեն պարտվել, իրանք հաղթել են, որովհետև ըստ իրենք ամենաշատ ձայներն են հավաքել, բացարձակ չմատնանշելով, որ 47,000 մոտ 500 ընտրողից ընդամենը մոտ 37% է նրանց ձայն տվել, 37 էլ չկա, 36 ու 8, ինչքան հիշում եմ, վերջին արդյունքները։ Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ 63% գյումրեցիները, ովքեր մասնակցել են ընտրություններին, դեմ են քվեարկել ԿՊ-ին։ Դե հիմա ԿՊ-ն տարբեր ծրագրեր է մշակում, բայց իհարկե շատ ծածուկ, հանրությանը շատ քիչ տեղեկություններ են հասում, թե իրենք ինչ նպատակներ ունեն, բայց իհարկե ընդդիմությունը եւս պետք է պատրաստ լինի ամեն տեսակ ստորությունների այս իշխանությունների կողմից, որովհետեւ այս իշխանությունները չեն սիրում պարտվել։ Իրենք չեն սիրում, իրենք տղամարդուն վայել, նորմալ քաղաքական թիմին վայել պահվածք չունեն, նրանք իրենց պարտությունը փորձում են ներկայացնել որպես հաղթանակ եւ մեխանիկորեն այդ հաղթանակ ներկայացնելը եւս մեկ ապացույց է, որ նրանք պատրաստ են ամենացածրակարգ քայլերի։ Դրա համար ընդդիմությունը իմ կարծիքով պետք է մի քանի պլաններ ունենալ։ Իհարկե ըստ պայմանավորվածության դուք գիտեք, ամենաբարձր ամենաշատ, այսպես ասած, ձայներ ստացած ընդդիմադիր տեխնատուին պետք է միանային նաև մյուսները, թե գիտեք, առաջինը միացան Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը, մի փոքր ավելի ուշացումով նաև միացավ Մարդուն Գրիգորյանը, բայց հիմա խնդիրը հետեւյալն է, որ ես օրինակ գտնում եմ, որ ընդդիմությունը պետք է պլան B ունենա, բացի A-ից, պլան C ունենա, պլան D պետք է ունենա, բայց ունեն ձեր կարծիքով, պարոն Համբարյան, մաժորային իրավիճակների պարագայում դիմակայել գործող իշխանությունների հարցակումներին, ճնշումներին եւ իշխանազավթման փորձերի։
Եվ այդտեղ տարբեր ուրեմն ծրագրեր կարելի է առաջ բերել, ասենք նույն Վարդան Ղուկասյանի, ասենք փեսայի տարբերակը ի սկզբանե կարելի է օգտագործել, եթե հանգարց վաղը կամ մյուս օր ընտրություններից, ասենք ժամեր առաջ Վարդան Ղուկասյանին փորձեն ձերբակալել։ Ինչպես արեցին օրինակ Վանաձորի դեպքում, հա, Մամիկոն Ասլանյանի, հա, պարագայում, այսինքն սցենարի կրկնություն եք այստեղ կանխատեսում, հնարավոր եք համարում։ Խնդիրը նաև նրանում է, որ Մամիկոն Ասլանյանի ձերբակալման այդ գործընթացում բավական մեծ օգուտ տվեց Լուսավորյալ Էդմոնը։ Այո։ Հիմա Գյումրի պարագայում չկա նման քաղաքական թիմ, որը կարող է չագեստավորացած կամ բարի բուն իմաստով ասած ծաղվել գործող իշխանություններին պաշտոններ ստանալու նպատակով եւ այստեղ շատ արագ կգործի Նիկոլը կամ այլ տեխնատուների օրինակ ասենք իրար մեջ պայմանավորվեն, սա իդեպ որքան հիշում եմ Մարդուն Գրիգորյանի առաջարկն եղել, որ կամ Ռուբեն Մխիթարյանը լինի, կամ Կարեն Սիմոնյանը, սա էլ է տարբերակ, հասկանում եք, ես ոչ թե ասում եմ, որ Վարդան Ղուկասյանի թող չտնի, բայց ամեն դեպքում նորմալ էլ չէ, երբ որ ընդդիմադիրները ընդամենը մեկ տեխնազոյով են գնում առաջ ամսի 16-ին, չունենալով այլ ծրագրեր կապված ֆորս մաժորային իրավիճակների։ Այսինքն պահուստային ծրագիր պետք է ունենան, որի հետ կապված պետք է նախապես արդեն ունենան ճանապարհային քարտեզը որպես պահուստային ծրագիր, պահուստային ծրագրեր, որտեղ Նիկոլի իշխանությունը տարբեր մեթոդներ կարող է կիրառել, ճշմարտ մեթոդների մասին է խոսքը, իշխանությունը զավթելու նպատակով։ Եվ չի բացառվում, որ այդ իշխանազավթումը միայն տեղի չունենա մարտի ապրիլի 16-ին, դա կարող է տեղի ունենալ ավելի մի փոքր ուշ, չզարմանաք, որովհետև Նիկոլին հիմա որքան էլ Նիկոլը, ինչպես ես նշեցի, շատ տրամաբանությունից դուրս է գործում եւ շատ լկտի հանրապետության ներսում, բայց ինքը այդքան անխելք չէ եւ ինքը շատ լավ հասկանում է, որ այս պահին Վարդան Ղուկասյանին ձերբակալելու կամ ընդդիմադիրներին ճշմարտ ենթարկելու իր բոլոր փորձերը կարող են հակառակ էֆեկտ ունենալ Գյումրիում եւ ինքը կփորձի դա անել, ասենք, թեկուզ եւ 15-20 օր հետո, 1 ամիս հետո, 2 ամիս հետո, ամեն դեպքում ինքը ամեն ինչ անելու է սպասվող ազգային ժողովի ընտրություններից առաջ, լինի դա արդահերթ թե հերթագանը 26 թվականի ամռանը, իշխանությունը Գյումրիում զավթելու նպատակով եւ ես պատահական չեմ համարում, որ ասենք նույն Սարիկ Մինասյանի մնալը որպես ավագանի դրա վառ ուրեմն վկայություններից մեկը տարբերակ է։ Այս պահին դեռ Սարիկը պետք է կփորձեն սկզբնական շրջանում Սարիկի դեմքով վերարտադրվել Գյումրիում, բայց եթե դա չստացվեց, ինչ որ այլ տարբերակներ եւս կօգտագործվեն բարդադիր։ Այնպես որ ընդդիմությունը լավ կլինի այսօր եւ վաղը գոնե հավաքվեն կամ միջնորդավորված բանակցությունների միջոցով բացի պլան A-ից, որ այո պետք է ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր տեխնացուն ընտրվի Գյումրու քաղաքապետ, նաեւ ունենան պլան B, պլան C, պլան D եւ այդպես շարունակ, որպեսզի կարողանան այս իշխանությունների կողմից նախապատրաստվող ճնշումներին, ինչպես ես նշեցի, դիմակայեն։ Եթե մենք էլ ուշիուշով կհետևենք այս գործընթացին։ Իդեպ պարոն Համբարյան, Վարդան Ղուկասյանը եւս մտահոգություն է հայտնել ապրիլի 16-ին ընդառաջ եւ նաեւ հայտարարել է, որ կխայտարակեն բոլոր նրանց, ովքեր կփորձեն ԿՊ-ի հետ, այսպես ասած, մեջբերում եմ իր իսկ խոսքերով, զանավեսկեքի տակ ինչ-ինչ այսպես խնդիրներ լուծել, ըստ էության երևի թե պայմանավորվածություններ ունենալ եւ այլն եւ այլն։ Ձեր կարծիքով Վարդան Ղուկասյանի այս խոսքերը, սլաքները դեպի որ կողմին է ուղված կամ ում են ուղված այդ ծլակները եւ ինչ տողատակ եք այստեղ տեսնում։ Ի վերջո Վարդան Ղուկասյանը փորձառու քաղաքական գործիչ է եւ հենց այնպես դժվար թե նա այդ օրինակ հայտարարությամբ աչքի ընկներ։
Դե անկեղծ ասած այդ հարցը պետք է ուղղել Վարդան Ղուկասյանին, որովհետև իմ կարծիքով, եթե այդպիսի քաղաքական թիմ լինի, որը անդրկուլիսյան բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ եւ կփորձի ինչ որ ձևաչափով տապալել Գյումրու քաղաքապետի ընտրությունները, ապա այդ թիմը իր ճակատին կտաջի Դավաճանի պիտակը։ Չեմ կարծում, որ Գյումրիում լինեն ոչ միայն քաղաքական թիմեր, այլ նաև անհատներ, որոնք կփորձեն ճողոպրել իրենց քաղաքական թիմերից եւ ուրեմն քվեարկեն այնպես ինչպես կցանկանան քայլիստները։ Չեմ կարծում դա քաղաքականության մեջ կլինի ինքնասպանություն, իսկ Գյումրիում էլ դա կլինի այդ համապատասխան մարդկանց լիդակին թե համարտ խայտարակվելը մինչև վերջի խազը, ինչպես ասում են։ Թե ում նկատի ուներ Վարդան Ղուկասյանը, դա կարելի է նրան հարցնել, ես որպես հետաքրքիր է նաև ձեր վերլուծաբանի որպես կարծիքը, դրա համար նաև ձեզ ենք ուզում հարցնել եւ հասկանալ ինչ կարող է։ Ես կարող եմ նշեմ, որ ես չեմ կարծում, որ Գյումրիում հանգարց լինի ինչ որ մեկը, որ կհամաձայնի համագործակցել քայլիստների հետ կամ ինչ որ ձևաչափով տապալել Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Իդեպ ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյան, ով հաճախակի ազգային ժողովում աշխարհացունց հայտարարություններով աչքի ընկնում, Նաև այսօր խոսել էր Մարտուն Գրիգորյանի մասին եւ ասել էր, որ կին դեռ սյուրպրիզ էր գյումրեցիների համար Մարտուն Գրիգորյանի որոշումը։ Ինչու են սևեռվել հենց Մարտուն Գրիգորյանի ուղղությամբ եւ արդյոք նույն ԿՊԱ-ականները եւ իշխանականները փորձեր չեն անի աշխատելու նաև Մարտուն Գրիգորյանի ուղղությամբ, չնայած որ նա իր կեցվածքը դրսևորեց եւ կոնկրետ փաստորեն գնաց դժվար թեկուզ որոշման, բայց կայացրեց իր որոշումը։ Այդուհանդերձ ինչու է թիրախավորել Վահագն Ալեքսանյանը Մարտուն Գրիգորյանին ձեր կարծիքով։ Նախ ով է ասել, որ իրանք Մարտուն Գրիգորյանի ուղղությամբ չեն աշխատել, դուք հավատում եք, որ իրանք չեն աշխատել։ Ես չեմ հավատում, որ չեն աշխատել, պարոն Համբարյան։ Այո։ Իսկ ինչու են սևեռված Մարտուն Գրիգորյանի վրա, որովհետև Մարտուն Գրիգորյանը երրորդ ուժն է Գյումրու ավագանում իր 6 ավագանիներով, ով շատ կարևոր դերակատարություն ունի ավագանու աշխատանքների պահով, ոչ միայն հիմա քաղաքապետի ընտրության, այլ նաև ապագայում, եւ մեխանիկորեն Մարտուն Գրիգորյանի ավագանիներին, այսպես ասած, դիպուգահարի կրագի տակ պահելը եւ Մարտուն Գրիգորյանին այսպես զոնդաժ անելը հենց նպատակ ունի, որ վաղը մյուս օր ինչ որ ձևաչափով փորձեն այդ ավագանիներին օգտագործել իրենց սեփական կեղտոտ խաղերի մեջ։ Հենց դրանով է պայմանավորված, իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Նախ շատ լավ կլինի, որ Գյումրիի վերաբերյալ կարծիքներ հայտնեն գյումրեցիները։ Օրինակ, ես երբեք Երևանի վերաբերյալ այդպիսի խորը կարծիքներ չեմ հայտնի։ Ասենք, ինչպես ինքն է ասում, եկել է Թուրքի մայլա, նախ Գյումրիում Թուրքի մայլա չկա։ 37 տարի այդ թաղամասը կոչվում է Արցախ թաղամաս։ Ես հասկանում եմ, որ Դավաճան Նիկոլին սպասարկող Վահագն Ալեքսանյանը Արցախ բառից վախենում է, բայց ասենք նույն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, եթե Միլի Մեջլիսի որևէ պատգամավոր հիշատակի, որ Բաքվում եղել է Ermenikent թաղամաս, որտեղ 200,000 հայ է ապրել, այսինքն ավելի շատ հայ ապրել, քան հիմա ապրում են Գյումրիում եւ Վանաձորում իրար հետ վերցրած այս պահին, ապա այդ նույն ազգային Միլի Մեջլիսի պատգամավորին, պարլամենտի պատգամավորին խարույկի վրա կայր են Բաքվի կենտրոնում, բայց ասենք Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր իրեն թույլ է տալիս խեղաթյուրել Գյումրիի պատմական թաղամասերից մեկի անունը դիտավորյալ եւ գյումրեցիների անունից ինչ որ հեքիաթներ է պատմում մի աբացույց չբերելով, մի աբացույց, բացարձակ հեքիաթներ է պատմում խորը փիլիսոփայական եւ մանիպուլատիվ եւ փորձում է մարդկանց մեղադրել ինչ որ բաներում։ Ուրեմն ես հասկանում եմ, որ Մարտուն Գրիգորյանը շատ
բարդ ընտրության առաջ է կանգնած։ Այո։ Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ ձեզ հետ հարցազրույցում կնշեմ, որ ես Վարդան Ղուկասյանին չեմ ընտրել որպես քաղաքապետ եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցը չեմ։ Ում եք ձեր ձայնը տվել, պարոն Համբարյան, կանկեղծանաք մեծ զրույցում եք ընտրել այս ընտրությունների։ Չեմ ասի ում եմ ընտրել, չեմ ասի, բայց ամեն դեպքում Վարդան Ղուկասյանին որ չեմ ընտրել։ Ընդդիմադիրներից եմ ընտրել, բայց ոչ Վարդան Ղուկասյանին, բայց հիմա եթե իրավիճակը սա է, եւ ես էլ ավելի շատ մտածում եմ ոչ թե միայն լոկալ Գյումրու մասին, այլ ընդհանրապես Հայաստանի մասին, ես գտնում եմ, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելը նորմալ է։ Հիմա խնդիրը նրանում է, որ ուրեմն քայլիստները փորձում են նաև Ղուկասյան, Գրիգորյան ընտանիքների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները օգտագործել իշավ սեփական կեղտոտ խաղերի մեջ օգտագործել եւ փորձում են իբր թե տարածել միայն այն թեզը, որ ասենք այն մարդիկ, ովքեր դեմ էին Վարդան Ղուկասյանին, դրա համար գնացել ընտրել են Մարդուն Գրիգորյանին։ Կա այդպիսի բան, բայց ամեն դեպքում դա այն մասան չէ, որը կողմ կլիներ, որ Մարդուն Գրիգորյանը համագործակցեր քայլիստների հետ կամ դառնար քայլիստների քաղաքապետը իրենց օգնությամբ։ Տարբերություն ինձ համար չկա։ Մարդուն Գրիգորյանի ավագանիները քվեարկել են ԿՊ-ի օգտին, թե ԿՊ-ն է քվեարկել Մարդուն Գրիգորյանի օգտին։ Այն Մարդուն Գրիգորյանը կլիներ կինդեր սուրպրիզ բոլորիս համար այն դեպքում, երբ որ համագործակցեր Հայաստանի Հանրապետությունը ծնգի բերած եւ Արցախը Ադրբեջանին նվիրած Նիկոլի եւ Վահագն Ալեքսանյանի եւ դրանց թիմի ներկայացուցիչների հետ։ Պարոն Համբարյան, այնպես որ այդ լոկալացումը, որ անընդհատ փորձ է կատարվում միայն այն թեզը առաջ տանել, որ Մարդունին ընտրողները բոլորը Վարդանին թեմ են, կեղծ է այդ օրակարգը։ Ես ասում եմ, կան այդպիսի մարդիկ էլ, բայց ես բազմաթիվ մարդկանց գիտեմ, ովքեր ասում են, որ ավելի լավ է համագործակցի Մարդուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի հետ, քան դառնար ԿՊ-ի քաղաքապետ կամ իր թիմը ԿՊ-ի օգտին ձայն տար, որպեսզի նրանց ներկայացուցիչը դառնար Գյումրու քաղաքապետ։ Այնտեղ նաև հիշում եք, այնտեղ Սորոսական ինչ-որ մի հատ խավ կար, Թասիբից էր խոսում, ասենք մարդը, որի եղբոր արձանը Ադրբեջանի ասկյարի համար դարձել էր նստատեղի, գլխին էին նստել։ Մի հատ այդ արձանը անվնաս Շուշիում թողածին չասեց, եղբորս արձանը չէր կարող մի քանի գրամ տրոտիլ դներ պայթեցնել տայր, որպեսզի չդառնար ադրբեջանցիների ուրեմն ստորացման եւ նսեմացման աղբյուր։ Ու այդ մարդը Թասիբից է խոսում, կամ ինչ Սորոսական զանգվածի ներկայացներ գողականությունից են խոսում, շատ ծիծաղելի, վաստակաշատ գործ տվողների այդ զանգվածը գողականությունից է խոսում ու Թասիբից է խոսում։ Սրանց գլխավոր նպատակը մեկն էր՝ ծառայել Նիկոլին եւ ամեն գնով տապալել Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Ինչքան որ չստացվեց եւ չհաջողեցին, դեռ չեն հաջողել։ Պարոն Համբարյան, մինչեւ վերջ այդպես էլ կլինի։ Դե ապավինենք Գյումրեցու Թասիբին եւ արժանապատվությանը եւ հուսանք, որ հակառակ սցենարի հետ գործ չենք ունենա։ Պարոն Համբարյան, քանի որ մենք խոսեցինք նաև Արցախի եւ առհասարակ Արցախահայության, ըստ էության խնդիրների հետ կապված, ես կուզենայի նաև ձեր կարծիքը իմանալ, ինչ կարծիք ունեք այս օրերին բողոքի ակցիաների, հետ կապված, որը իրականացնում են արցախցիները Ազատության հրապարակում, եւ այստեղ նաև նկատենք, որ ակնհայտ հակաքարոզչություն է իրականացվում արցախցիների դեմ, հաշվի չառնելով նաև այն հանգամանքը, որ այսօր նույն Արցախահայությունը ունի ամենատարրական սոցիալական խնդիրները, չհաշված գույքային տարբեր իրավունքի եւ վերադարձի իրավունքի հետ կապված խնդիրները, այսինքն մարդիկ այսօր իրենց բողոքի ձայնն են փորձում բարձրացնել, բայց հակառակը մենք տեսնում ենք, որ ինչպիսի հակաքարոզչություն է իրականացվում եւ նաեւ իշխանությունների արձագանքը
ըստ էության adekvatության դաշտից է։ Ես կուզենայի նաև ձեր դիտարկումը լսել այս առթիվ եւ հասկանալ, թե ինչ են ուզում առհասարակ այսօրվա իշխանականները տնավեր եւ բնավեր դարձած մեր արցախցիներից, ինչ է նրանց ուզածը։ Շատ կարճ եւ կոնկրետ իրենք ուզում են, որ այդ 100,000 Հայաստանում դեռ մնացած արցախցիները ընդհանրապես լքեն Հայաստանի Հանրապետություն։ Խանգարում են իրենց։ Իհարկե, բոլոր ձևաչափերով։ Նիկոլ Փաշինյանը իր տերերի ցուցումով Արցախը նվիրեց Ադրբեջանին ավելի գլոբալ հարցեր լուծելու համար այս տարածաշրջանում։ Չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն։ Հիմա այդ նույն արցախցիները դարձել են գլխացավանք Նիկոլ Փաշինյանի համար։ Նախ իր տերերը արդեն էլ գումար չեն տալիս նրան, որբիսի ինքը արցախցիների բերանը փակի, ինչպես փակել էր վերջի մոտ 1.5 տարին, 2 տարին։ Այո։ Հիմա ցավով պետք է արձանագրենք, որ արցախցիներն էլ այս ընթացքում հատկապես նրանց քաղաքական էլիտան, որը դավաճաներ են մեծ մասը, ծպտուն չհանեցին, մեծ հաճույքով ծպտուն չանելով մեխանիկորեն համագործակցեցին այս իշխանությունների հետ։ Հիմա Նիկոլին հրահանգված է այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծել արցախցիների համար, որովհետեւ վերջիններս լքեն Հայաստանի Հանրապետությունը եւ չզարմանաք, որ նույն Եվրոմիության երկրները, նույն Ռուսաստանի Դաշնությունը մեծ հաճույքով ընդունեն արցախցիներին։ Եվրոպան ընդհանրապես քաղց ունի քրիստոնյաների պահով, գիտեք, լցված են մահմեդականները, այն էլ շատ կրթված, շատ բարեկիրթ մարդկանց, որոնք կարող են վաղը մյուս օր հարստացնել եվրոպական շատ երկրների հասարակություններ իրենց ներկայությամբ։ Եւ հիմա Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակն է ընդհանրապես Հայաստանից դուրս շպրտել բոլոր արցախցիներին, որովհետեւ նախ ինքը իրենք գլխացավանք են իր հարմար ներկայացնում սոցիալ-տնտեսական առումով, երկրորդը նաեւ ինքը վախ ունի արցախցիներից, որովհետեւ հենց ինքն է արցախցիներին զրկել հայրենիքից։ Ինքն է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում ստորագրել փաստաթուղթ, որով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որքան ուզում է կապիտուլյանտ Նիկոլը հեքիաթներ պատմի, թե 91 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Ալմատայի դեկլարացիայով ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, կեղծ, իդեպ նշեմ կեղծ, ու այդ կեղծիքը պաշտպանում է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Տագանք Տեկոձինին։ Հմեկով հարցազրույց տալով փորձում է Նիկոլի կեղծիքները թագավորեցնել։ Սա էլ պատահական չէ, գիտեք, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթղթի տակ ստորագրողներից մեկը Ֆրանսիայի նախագահն է, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի թիվ 1 թշնամին։ Տեսեք, ես չեմ ասում մեր թշնամին Թուրքիան ու Ադրբեջանն են։ Նրանք էլ են թշնամի, բայց թիվ 1-ը չեն։ Մեր թիվ 1 թշնամին իրեն հայ ժողովրդի բարեկամ ներկայացող Ֆրանսիան է եւ դրա նախագահ ուրեմն Էմանուել Մակրոնը։ Այնպես որ արցախահայության նկատմամբ Նիկոլի վերաբերմունքը շատ սպասելի էր։ Այսինքն այն կեղծ օրակարգերը, այն կեղծ թեզերը, որ առաջ են քաշվում, որ իբրև թե արցախահայությունը պայքարում է եւ այդ ամենի տակ պետք է պարտադիր փնտրել քաղաքական նրբերանգներ եւ նոտաներ, տեսնել քաղաքական լիդերների ուժերի, այդ ամենը դուք մերժում եք եւ համարում եք, որ այդ կեղծ օրակարգերով պարզապես փորձում են ճնշել այդ ալիքը փաստորեն։ Համաձայն եք, հա, որ գործ ունենք այս իրավիճակի հետ։ Ուրեմն ես նախ նշեմ, որ ընդհանուր առմամբ արցախցիները դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Նրանց ձեռքին Հայաստանի անձնագրեր կան։ Եվ ով է ասել, որ իրանք պետք է քաղաքականությամբ չզբաղվեն։ Ով է այդ անասուն մտքի հեղինակը։ Դե պարբերաբար մենք հանդիպում ենք նման մեկնաբանությունների, նման դիտարկումների, որ բողոքի ակցիաների տակ ձեր նմանի, իմ նմանի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Բայց հիմա եթե կներեք, եթե արցախցիները ինչ որ ձևաչափով նաև քաղաքական պահանջներ ներկայացնեն, դա շատ նորմալ է։ Ով է ասել, որ պետք է չպահանջեն։ Խոսքը դրա մասին էր, այո։ Զրկել է Նիկոլ Փաշինյանը։
Դա քաղաքական որոշում չի եղել Նիկոլ Փաշինյանի արարքը։ Միանշանակ։ Վերջ։ Այնպես որ դա քաղաքական է թե չէ, դա արդեն երրորդական հարց է։ Ես նոր ասեցի, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է արցախցիներին Հայաստանից դուրս շպրտելու, արցախցիներին ընդհանրապես հայրենիքից դուրս շպրտելու ուղղությամբ։ Պարոն Համբարյան, ինքը դա ինչ ձևաչափով է անում, դա արդեն ոչ մեկին էլ հետաքրքիր չէ, կարևորը որ ինքը ասենք հիմա օգտագործում է սոցիալական ճնշումները։ Եվ ես նոր նշեցի, որ ես ցավում եմ, որ արցախցիները միայն սոցիալական ճնշումներից դրդվելով են ոտքի ելել։ Պարոն Համբարյան, մենք մինչ կանդրադառնանք Արարատ Միրզոյանի հարցազրույցին այսօրվա թուրքական հեռուստաընկերությանը տրամադրած եւ նրա կողմից արված ուշագրավ հայտարարություններին, կուզենայի նաև ձեզանից իմանալ, լսել ձեր կարծիքը այն ամենի վերաբերյալ, ինչը այսօր կատարվում է հայրենի խորհրդարանում եւ առհասարակ այն բառաֆոնդը, այն խոսույթը եւ այն օրակարգը, եթե դա կարելի է անվանել օրակարգ, որը կա գոյություն ունի ազգային ժողովում եւ այն ինչ, այսպես ասած, մարտեր առանց կանոնների տեղի ունենում ազգային ժողովում, կուզենայի եւս մեկ անգամ մանրամասնեիք այդ ամենը ինչի հետևանք է, ինչ է զբաղեցնում են հասարակությանը, հերթական կլոունադան է, մասկի շոուն է, ինչ կա այս ամենի տակ, ինչ խնդիր է լուծվում այդ ճանապարհով ձեր կարծիքով։ Բայց ինչ եք զարմանում այն իրավիճակից, որը ստեղծվել է մեր խորհրդարանում, եթե հաշվի առնենք, թե ովքեր են հատկապես իշխանությունների ներկայացուցիչները այդ խորհրդարանում։ Կիսագրագետ, դիլետանտ, անցյալ չունեցող, հիմնականում դոնոր տզրուգային կազմակերպությունների մեջ եղած այդ կազմակերպություններում ծառայած անձինք։ Ինչ եք ուզում նրանցից, այլ բան եք սպասում։ Դե ընդդիմությունն էլ կիսագրագետ չէ, պատրաստված է, քաղաքական փորձ եւ հոտառություն ունի եւ քաղաքական ճանապարհ ունի անցած եւ այլն, բայց տեսնում ենք, որ անատամ ընդդիմության հետ գործ ունենք եւ որևէ առումով կարծես թե ընդդիմությանը չի հաջողվում գլոբալ առումով որևէ խնդիր լուծել։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը իր ամենակարևոր խնդիրը ընդդիմության հետ լուծել է։ Որն է դա։ Ինքը ընդդիմությանը ներկայացնում է որպես նախկինների ներկայացուցիչ։ 7 տարվա մեջ Նիկոլին հաջողվեց ուղղակիորեն մարգինալացնել քաղաքական դաշտը, թույլ չտալ, որ ձևավորվեն նոր քաղաքական ուժեր, իդեպ նշեմ, որ այդ գործում Նիկոլին օգնել է նաև նախկին իշխանությունը, իդեմս ներկայիս ընդդիմադիրների, եւ մեխանիկորեն այդ կեղծ թեզը, որ նախկիններն են ամեն ինչում մեղավոր եւ նախկինները պետք է չվերադառնան, շատ հմտորեն իշխանությունների կողմից օգտագործվեց հասարակությանը հիմարացնելու ուղղությամբ եւ ցավով պետք է արձանագրեմ, որ դրա հետևանքը այն է, ինչ մենք հիմա ունենք ազգային ժողովում, երբ որ ընդդիմադիրները ձեր ասածի պես անադամ են, երբ որ ասենք փողոցային խուժանը կարող է հարվածել ասենք Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարարին։ Այո, շատ ճիշտ եւ տեղին դիտարկում եք, այո։ Այս է խնդիրը, սա է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 7 տարվա մեջ մարգինալացնել քաղաքական դաշտը, թույլ չտալով, որ ձևավորվեն նոր քաղաքական ուժեր, ի հայտ կան նոր քաղաքական լիդերներ։ Եվ մեխանիկորեն այդ ամեն ինչը տարվեց դեպի նախկին ներկա հարթակ։ Տեսեք, ես 2021 թվականին հավատալով, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է փրկել այս երկիրը, պաշտպանել եմ նրանց։ Ես շատ լավ հիշում եմ։ Հետո ես գտել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ձևավորված քաղաքական թիմը ազգային ժողովում չի կարող այդ ուրեմն գործը ստանձնել եւ անել։
Բայց նույն նիկոլագանները, հատկապես Նիկոլի սպասարկող ժեխերը, լրատվական դաշտում, ժեխ նյուսերը, ինչ-որ անասնամասը, ինձ կարող է պիտակավորել որպես քոչարյանական ուրեմն մարդ։ Ասենք 2008 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հանձնել է Սերժ Սարգսյանին, ես եղել եմ դասախոս։ Մինչև հիմա ես այդ պաշտոնում եմ։ Լուսավորեք, պարոն Համբարյան, քաղաքական ուժին եք համակրում, որ քաղաքական ուժի կողմնակիցն է Գագիկ Համբարյանը, լուսավորենք այդ ժեխնյուզերին, խնդրեմ։ Գագիկ Համբարյանը ընդդիմադիր է։ Այո։ Գագիկ Համբարյանը բոլոր ընդդիմադիրների կողմն է։ Այո։ Իրական ընդդիմադիրների, եւ Գագիկ Համբարյանը ոչ մեկին այս պահին չի սատարում։ Եթե Գագիկ Համբարյանը գտնի, որ ինչ-որ X քաղաքական ուժ կարող է փրկել երկիրը այս աղետից, որի մեջ մենք հայտնվել ենք հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ես կսատարեմ, բայց ես իմ օրինակը պատական չբերեցի։ Օրինակ նույն նիկոլական ժեխերը եւ հատկապես ժեխնյուսերը փորձում են ինձ պիտակավորելով մարդկանց մոտ, հանրության մոտ այնպիսի տպավորություն ստեղծեն, որ ես քոչարյանական եմ։ Դե տարատեսակ ժեխ նյուզ եւ տարատեսակ ժեխ պրոդուկտ սնվում է նման օրինակ իրավիճակներով պայմանավորված, դա նորույթ չէ։ Պարոն Համբարյան, երբ որ այս վերջերս իմացա, մեկը կար այստեղ Գյումրից, ինչ որ թե լրատվական շտաբն էր ղեկավարում, լրատվական մարմինն էր ղեկավարում Գյումրիում քայլիստների, ասենք լկտի գրառում է անում իմ հասցեին, ես հետո պարզում եմ, որ ինքը 2016 թվականին եղել է Մոլի Քոչարյանական։ Վերադառնանք Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից տրամադրված հարցազրույցին, թուրքական NTV հեռուստաընկերությանը նա տրամադրել է հարցազրույց եւ որի շրջանակներում Արարատ Միրզոյանը երկնել է, որ մենք կարող ենք լինել լավ հարևաններ, զարգացնել փոխշահավետ առևտուրը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս։ Ես կուզենայի ձեր էլի տեսակետը լսել, թե մենք այդ ինչ հարևանության մասին է խոսում Արարատ Միրզոյանը, փաստորեն մենք փոխշահավետ առևտուր անելուց բացի չունենք պահանջներ, չունենք արժանապատվություն, չունենք օրակարգ, չունենք որևէ կոնկրետ հարցադրում, այսինքն մեր գլխավոր խնդիրը փոխշահավետ առևտուր անելն էր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս։ Եվ ամենակարևոր մի հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը այդ նույն փաստորեն հարցազրույցի շրջանակներում որևէ բառ չասաց ըստ էության գերիների մասին, ես կուզենայի ձեր տեսակետը լսել այս առթիվ եւս։ Բայց դուք ինչ-որ այլ բան եք սպասում Արաբատ գործակալ Միրզոևից, ով ըստ Սերժ Սարգսյանի փեսա Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղել է թուրքական գործակալ, ինչ եք սպասում նրանից, գնացել իր նախկին շեֆ ըստ կրկնում եմ Միքայել Մինասյանի Հական Ֆիդանի մոտ նստել ինչ-որ բաներ է խոսում, հաջոյանում է։ Ես Արաբատ գործակալ Միրզոևի գործունեության վերաբերյալ կարձագանքեմ Իսրայելի հիմնադիր ղեկավարներից մեկի նախկին վարչապետ Գոլդա Մեյերի խոսքերով։ Այո։ Չի կարելի խաղաղություն կերտել մեկի հետ, ով ցանկանում է քո մահը։ Հիմա Արաբատ գործակալ Միրզոևը Օմեգան որքան ուզում է հաջոյանա, լիզի շահական Ֆիդանի կոշիկները, խոսին որ անասնական առևտրի մասին, դեպ նշեմ, որ այդ առևտուրը հիմա էլ է տեղի ունենում Հայաստանի եւ Թուրքիայի միջև, միջնորդավորված Վրաստանի տարածքով։ Այնպես չէ, որ մենք առևտուր չենք անում։ Մեր տարեկան առևտրային շրջանառությունը 300-ից մինչև 600 միլիոն դոլար է եղել տարբեր տարիներում։ Խոսել է նաև, այո, ահա։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Իսկ ինչ է մտածում դրա մասին Անկարան։ Անկարան առաջնորդվում է հետևյալ կերպ։ Երբ Ադրբեջանը ասեց, որ հարգելի Անկարա, բացիր քո սահմանները Հայաստանի հետ,
Երբ Անկարան դաբրո ստացավ Բաքվից, որ նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատի, այդ ժամանակ էլ կանենք, որովհետև Անկարան ու Բաքուն Հայաստանի հետ հարաբերություններում գործում են սինխրոն։ Այս պարագայում նրանք գործում են համատեղ, այստեղ տարանջատել հնարավոր չէ։ Ախր գիտեք որն է խնդիրը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանի նման տգետ, իդեպ ինքը մի քանի օր առաջ նշեց, որ ինքը տգետ է, որ 7 տարվա մեջ ինքը մնացել է առաջին դասարանում, տգետը մտածում է, թե ինքը կարող է Ռոբերտ Քոչարյանից կամ Սերժ Սարգսյանից ավելի ճարբիկ լինել այս հարցում եւ կարող է քանդել թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ եւ առանձնացնել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Ժամանակին, երբ որ մենք հաղթանակած երկիր էինք, եւ այդ ֆուտբոլային դիվանագիտություններ տեղի ունենում 2008-9 թվականներին, Թուրքիան ոչ պաշտոնական, այսպես ասած, կանալներով, ամբողջ լրատվական դաշտն էր այդ ժամանակ քննարկում, հասկացնում էր Հայաստանի Հանրապետությանը, թե հայեր գոնե ձեր ազատագրած իրանք այդ ժամանակ օկուպացված էին ասում, ազատագրած տարածքներից մի 2-ը տվեք Ադրբեջանին, որովհետեւ մենք 30 ունենանք, կարողանանք Ադրբեջանին ասել, թե տեսեք մենք Հայաստանի հետ բանակցությունների ինչ-որ բանի հասել ենք, եւ դրա արդյունքում մենք հիմա պարտավորված ենք դիվանագիտական հարաբերություններ էլ հաստատել Հայաստանի հետ, սահմաններն էլ բացենք Հայաստանի հետ եւ այլ ոլորտներում եւս կապեր հաստատենք։ Նույնիսկ այդ ժամանակ երբ որ մենք չհամաձայնեցինք եւ լավ են կարեւոր չենք համաձայնել։ Թուրքիան հետքայլ չարեց։ Հիմա երբ որ Անկարայում տեսում են, որ Բաքվից Երևանին իջեցրած բոլոր հրահանգները Նիկոլ Փաշինյանը հլու հնազանդ հարեմի ամենացածրակարգ ներկայացուցիչի նման կատարում է Ալիևի համար, ինչ պետք է հրաժարվի իր պահանջներին։ Դուք տեսել եք, որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ նաև Թուրքիան, ասում է, Արարատ սարը բոլոր ձևաչափերով հանում եք ձեր բոլոր ուրեմն սիմվոլներից։ Ու Նիկոլը դա անում է շատ արագած սարն է տնում, բայց Նիկոլը չգիտի, որ ասենք այդ նույն արագած սարը ըստ Իլհամ Ալիևի Արևելյան Ադրբեջանի ամենաբարձր լեռն է։ Կներեք Արևմտյան Ադրբեջանի ամենաբարձր լեռն է Ալագյազն է։ Իրանք Ալագյազ են ասում թուրքական տարբերակով։ Դա արդեն իրենց մոտ չի հասկանում, որ երբ որ ինքը 5165 մետր բարձրություն ունեցող Արարատից է հրաժարվում բիբիական։ Այդ ամեն ինչը բերում է նրան, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում տեսում են, որ սա ուրեմն ոչնչություն է։ Եվ եթե ինքը հրաժարվում է Արարատից, բերեք նույնն էլ Արագածի պահով վաղը մյուս օր անենք։ Դուք գիտեք չէ՞ պատմությունը, երբ որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը փորձում է խորհրդային միությանը պարտավորեցնել, որպեսզի խորհրդային միությունը հանի խորհրդային Հայաստանի զինանշանի վրայից Արարատ սարը։ Եվ այդ նոտան գալիս է Մոսկվա եւ այդ մասին խորհրդային միության արտգործնախարար, որքան հիշում եմ, Չիչերինը զեկուցում է Ստալինին։ Ստալինը պատասխանում է. կասեք թուրքերին, որ երբ որ իրենց զինանշանի վրայից հանեցին Կիսալուսինը եւ Աստրը, որը ոչ մի կապ չունեն Թուրքիայի հետ, դա համաշխարհային է։ Ապա մենք էլ այդ ժամանակ Արարատը կհանենք Հայաստանի Հանրապետության, խորհրդային հանրապետության զինանշանի վրայից։ Դա այն պարագայում, երբ որ Ստալինը երբեք չէր թաքցնում իր հակակրանքը հայերի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Բայց Ստալինը պետական մտածելակերպ ունեցող մարդ էր։ Հիմա նույնը Արարատը հանում են։ Արևմտյան Հայաստանից հրաժարվում են, ցեղասպանությունից հրաժարվում են, տարանջատում են Հայաստանը Սփյուռքից, մեղադրում են Սփյուռքին Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ։ Դուք համարում եք դա պատահական։ Իհարկե ոչ։ Սրանք բոլորը Նիկոլին իջեցված հրահանգներ են Բաքվից եւ Անկարայից։ Եվ արաբատ գործակալ Օմեգա Միրզոևի զառանցանքները Թուրքիայում,
ոչ մեկին արդեն հետաքրքիր չեն, հասկանում եք։ Արցախը հանձնելուց անցել է 2020 թվականի նոյեմբերի 9 եւ 2023 թվականի սեպտեմբերից անցել է արդեն բավական ժամանակ։ Թուրքիան որևէ ձևաչափով, որևէ, այսպես ասած, մեսեջով հասկացրել է հայերին, որ ինքը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ նորմալ հարաբերություններ հաստատել։ Չկա նման բան եւ չի լինելու։ Ավելին Ռեջեփ Թայիպ Էրդողանը տանում է նեոպան թուրանական եւ նեոպան օսմանական արտաքին քաղաքական գիծ, որի գլխավոր նպատակն է միավորել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին եւ թուրքական ծագում ունեցող ժողովուրդներին մեկ պետության մեջ։ Այդ ծրագիրը ունի մոտակա եւ հեռագա ուրեմն բաներ, այսպես ասած դրույթներ։ Մոտակա դրույթի մեջ մտնում է, որ 2025 թվականի վերջին Հայաստան պետք է գոյություն չունենա եւ այդ ծրագրի վերաբերյալ թուրքական գրեթե բոլոր պետական հեռուստաընկերությունները, այդ ու նաեւ TRT պետական հեռուստաընկերությունը ել չասեն, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ նրա ընտանիքի հետ աֆիլացված հեռուստաընկերությունները մշտապես ուրեմն աշխարհաքաղաքական վերլուծություններ են ներկայացնում, թոք-շոուների տեսքով, փորձագետներ են հրավիրում, որտեղ ցույց են տալիս քարտեզներ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է որպես Թուրքիայի տարածք։ Հիմա այդ մարդիկ այդ քաղաքական գիզն են առաջ տանում։ Նիկոլը եւ նրա արտգործնախարար գործակալ Օմեգան որքան ցանկանում են Թուրքիային հաջողանում են, դա Անկարայում չի գնահատվում, հասկանում եք։ Անկարայում դա ավելին ասեմ, ոչ միայն չի գնահատվում, դա դիտարկվում է որպես թուլություն, որպես բնակալեզություն, որպես այն, որ հայերը ոչնչություն են, եւ պատրաստ են ել ավելի ստորանալ թուրքերի առաջ։ Պարոն Համբարյան, իդեպ ոչինչ եւ որևէ բան իհարկե պատահական չէ, այնիշ տեղի ունենում փաստորեն քաղաքական գործընթացում, քաղաքական այս փաստորեն խառնարանում։ Տեսեք, Անտալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ թուրք դիվանագետը հայտարարություն արեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել փաստորեն սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելու, որի հետևանքների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, դուք էլ մեր լսարանի եւ մեր հետևորդների համար առիթ ունեցել եք մանրամասնելու դրա հնարավոր վտանգների եւ ողբերգության մասին, թույլ տամ ասել։ Հիմա այս ամենը դուք տեսնում եք այն տրամաբանության մեջ, ինչի մասին, որ արդեն նշեցիք, Արարատ Միրզոևի ձեր իսկ մատնանշած հռետորաբանության մեջ եք տեսնում, թե մենք սպասենք ել ավելի տհաճ անակնկալների եւ ել ավելի այսպես նոր մարտահրավերների, ինչով եք սա բացատրում։ Փաստորեն արդեն թուրք դիվանագետները ակնհայտ հայտարարում են այն խոստումների մասին, որը որ իրենց տվել է Նիկոլ Փաշինյանը, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Քանի որ իրենք ունեն Նիկոլի նման նվեր, ուրեմն այդ նվերը իրենք օգտագործելու են մինչև վերջի խազը։ Եվ Նիկոլի իշխանության թիվ 1 պահողներից մեկը Հայաստանում դա թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Եվ ես ցույց նշեմ, որ ես չեմ տարաջատում թուրք-ադրբեջանական տանդեմին առանձին Հայաստանի հետ ունեցած այդ ուրեմն քաղաքականության բաղ, որովհետև իրենք տանդեմով են գործում Հայաստանի Հանրապետության դեմ։ Նույնիսկ սահմանադրության փոփոխությունը, որը Նիկոլը խոստացել է եւ ադրբեջանցիներին եւ թուրքերին, դա էլ չի փրկելու։ Արդեն ադրբեջանական Բաքու TV կայքը, որը Ալիևի գրբանային կայքերից մեկն է, նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Դա եւ Հայաստանի Հանրապետության զինաթափումն է։ Հայաստանը պետք է չունենա բանակ, ըստ Ադրբեջանի։ Ռազմական տեխնիկան պետք է հանձնվի ուրիշ պետությունների եւ այն երկրներին, որտեղից Հայաստանը զենք է գնել։ Հայաստանը պետք է ընդունի Հայաստանում 300,000 թուրք-ադրբեջանցիների նրանց անվտանգությունը եւ սահմանադրական իրավունքները պաշտպանելով։
Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից ագրեսիայի համար, Հայաստանը պետք է փոխհատուցի Ադրբեջանին 30 տարվա օկուպացիայի համար, ինչպես իրենք են ասում, Հայաստանի Հանրապետությունը պետք է տա Ադրբեջանին անվճար եւ ըստ Ադրբեջանի ցանկությամբ օգտագործվող, ինչու Ադրբեջանին, այստեղ նաեւ Թուրքիային, թուրք-ադրբեջանական տանդեմին Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Այսինքն մենք հանձնվում ենք։ Նոր պահանջներն են, որ ինքը դրել է Հայաստանի առաջ, որովհետև այն բոլոր պահանջները, որը Ադրբեջանը դրել էր Հայաստանի առաջ, մինչև հիմա այդ 7 պահանջները։ Դրանք բոլորը պաշտոնական Երևանը կատարել է։ Այսինքն հանձնվում ենք առանց ընդդիմանալու։ Գալիս է ուտելու ժամանակ։ Իհարկե։ Մենք հանձնվում ենք առանց ընդդիմանալու, փաստորեն։ Իհարկե, ես նոր ասեցի, թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ չունի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Նրանք այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ իրենց պահանջների արդյունքում Հայաստանի երրորդ հանրապետությունը կազմաքանդվի, իսկ չորրորդի մասին խոսք լինել չի կարող։ Մինչ Նիկոլը զառանցում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պաշտոնական Բաքու բոլոր ձևաչափերով, բոլոր հարթակներում հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս հանրապետությունը դա արևմտյան Ադրբեջանը եւ վերջ։ Եվ Ադրբեջանի արտգործնախարարությունը, եւ Ադրբեջանի քարոզչամեքենան, եւ Ադրբեջանի այլ պաշտոնյաներ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանում։ Այսօր ես մի հատ Մարիա անունով ինչ-որ բան կար, մոշկուր կար քայլիցների մեջ։ Ասենք մարդն ասում է ու ինքն էլ իդեպ կապանից էր, որ ստան հասկացա 62 թվականի կին էր, ասենք տպավորություն է, որ այդ կենթանին ես չգիտեմ, կենթանին նկատում եմ, որ դեռ ողջ է։ Հələ չեն ադրբեջանցիները սատկացրել նրան, էլի սպան է։ Ասենք մարդն ասում է, ինչ անենք, որ կրակում են, մեզ խո վնաս չեն տալիս իրենց կրակոցով, չէ։ Ասենք մարդը Սյունիքից է, Շիկահող գյուղի տները ուղղակիորեն գտնվում են ադրբեջանցիների թիրախում, մարդիկ տների վրա են կրակում։ Այսօր նոր քիչ առաջ մինչև ցես հարցազրույց տալը, հեսա որ կրակել են նույն գյուղի ուրեմն մշակույթի տան ուղղությամբ, այո։ Ու այս կինը ասում է, բան է, ասենք, նորմալ է դա, մարդ չի մահացել, ուրեմն վերջ։ Հետո ասում է, մենք Ադրբեջանին պարտադրելու ենք խաղաղություն։ Հասկանում եք, այսպիսի անասունություն միայն Նիկոլն ու նիկոլականները կարող են արդաբերեն։ Հասկանում եք, չէ՞, ասենք, պարտված մարդը ինչ որ իրեն հաղթողին ինչ որ բան է պարտադրում։ Գիտեք մեր ողբերգությունը որն է, երբ որ ապրելով 21-րդ դարում հայ հասարակությունը կարող է մարսել այնպիսի ապուշություն, ինչպիսին է բերեք պայմանավորվենք մի բան, ինչ է լինի մենք մեզ պարտված չենք համարելու, այո։ Բանը մենք հպարտանում ենք մեր պարտությամբ։ Այդ ամենը պատահական չէր եւ այդ թեզերն էլ իհարկե պատահական չէին նետվում օրակարգ եւ դաշտ։ Հիմա հրահար նպատակներ կային։ Այո, տարիքից գոնե ամաչի այդ կենթանին։ Գոնե տարիքից ամաչի ասում է մենք պարտադրելու ենք խաղաղություն Ադրբեջանին, հասկանում եք, չէ՞։ Պարոն Համբարյան, այս ստեղծված իրավիճակում վերջին հարցը ձեզ ուղղեմ, ո՞րն է ելքը եւ ով է այն գործիչը, տեսեք դուք ասում եք, որ եթե կլինի այն պետականամետ գործիչ ազգային նկարագրով, փաստորեն ազգային օրակարգով, ով կկարողանա այս ծանր բեռը վերցնել իր ուսերին եւ առաջնորդել, հա, որևէ պայքար, առողջ եւ արժանի պայքար, դուք ահա կգտնվեք այդ քաղաքական գործի կողքին եւ ըստ էության կօգնեք կսատարեք եւ այլն։ Հիմա ձեր կարծիքով այս ստեղծված իրավիճակում ով կարող է վերցնել այդ ծանր բեռը իր ուսերին եւ ով կարող է լինել որպես այդպիսին ֆավորիտ ասեմ կամ չգիտեմ առաջնորդող ասեմ այս իրավիճակից մեզ դուրս բերելու եւ ճիշտ հունով փաստորեն մեզ ուղղորդելու եւ առաջ տանելու համար ով է այդ գործիչը կա արդյոք նման պետականամետ գործիչ ով կարող է մեզ դուրս բերել այս ծանր իրավիճակից հային եւ Հայաստանին։ Դա այն գործիչն է, որը մի կողմ դնելով իր բոլոր նախկին կապերը
դրսի ուժերի հետ արհամարած կունենա եւ Մոսկվայի, եւ Վաշինգտոնի, եւ Բրյուսելի, եւ Փարիզի շահերը եւ կառաջնորդվի Երևանի շահերով։ Երբ որ մենք այդ լիդերը ունեցանք, մենք կփրկվենք։ Իսկ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները բացայց սպասարկում են թշնամական օրակարգը, իսկ ընդդիմությունը վերընկած նայում է այս կամ այն մայրաքաղաքին, թե ինչ հրահանգներին կպետք է այնտեղից ստանա, որպեսզի գործի եւ փրկի հայրենիքը, մենք փրկության շանս չունենք։ Պարոն Համբարյան, շատ շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար, շնորհակալ եմ ձեր դիտարկումների համար, հաջորդիվ հուսով եմ էլի առիթ կունենանք ամփոփելու անցնող իրադարձությունները եւ փորձենք հետեւել դեպքերի զարգացմանը եւ հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում։ Շնորհակալ եմ ձեզ։ Խնդրեմ